Ողջույն Արագինուզի սիրելի հետևորդներ, եթերում ըստ էությանն է մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք Հայաստան դաշինքի падգամավորության թեկնածու Սամվել Հակոբյանին։ Բարև ձեզ, պարոն Հակոբյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Պարոն Հակոբյան, վաղն ավարտվում է արդեն նախընտրական քարոզարշավը, ինչպես կգնահատեք ընդհանուր առմամբ քարոզարշավի ընթացքը, որքանով ձեզ հաջողվեց ընտրողներին հասցնել ձեր ասելիքը այս համատարած համընդհանուր աղմուկի ու փոխադարձ վիրավորանքների պայմաններում։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Քարոզարշավը գնում է շատ դրական դինամիկայով, այսինքն ամեն անգամ որ նոր հավաք, նոր քարոզ, նոր զրուցանք ունենում քաղաքացիների հետ, ես հասկանում եմ, որ մեր քաղաքական կոդերը տեղ են հասնում, այսինքն մարդիկ առաջնային ու երկրորդական իրարից կարողանում են տանջատել։ Մթնոլորտի առումով ինձ թվում է երբեք sense խայտարակ մթնոլորտ չի եղել, այսինքն հիմա որ դեբատները նայենք, դուք նայել եք դեբատը մինչև վերջ։ Ես չեմ կարողացել, հատվածական եմ նայել, որովհետև ամբողջականը այդքան գորգռոց, այդքան ոչ պարկեշտ պահվածք, որ դու գիտես դա ուղղակի մարդիկ չեն, դա ազգային ժողովի նախագահան գալիս է քաղաքական հակառակորդին ասում է հիշի դու ով ես եղել այդ տղա։ Բայց այդ պահվածքը նոր չի։ Ամենաշատը այս երկրում պետք է ասել հիշի դու ով ես եղել այդ տղա, հենց Ալեն Սիմոնյանին ու իր թիմակիցներին, որովհետև կրկին մենք բոլորս պետք է հիշենք 18 թվին մարդիկ մերժել են լկտիությունը եւ անպատժելիությունը, այսինքն այդ մտքով են դուրս եկել փողոց։ Ես չեմ կարծում, որ մեր հայրենակիցները չոր դիվանագիտական կամ տնտեսագիտական հարցերի շուրջ էին ոչ համաձայն նախորդ իշխանության հետ։ Մարդիկ չէին ուզում լինել անպատժելիություն, չէին ուզում լինի լակոտություն, ինչ որ մարդիկ լինեն, ովքեր արտոնյալ են, բայց եթե այն ժամանակ արտոնյալները դա ինչ որ զարմիկներ, սանիկներ, վարորդներ, տեղակալներ էին, այս անգամ արդեն վարչապետ, ազգային ժողովի նախագահ, մարզպետներ, գյուղապետեր, թաղապետեր, այսինքն այդ հայոյախոսությունը շատացել է, ծեծկրտուկները շատացել են եւ բանտերում բացառ միայն տեսնում ենք ընդդիմադիրների, այսինքն նույնս ընտրությունների ընթացքում դուք տեսնում եք ամեն օր հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի հետ պատասխանատուն ոնց որ ԿՊ-ի նաեւ մամուլի պատասխանատուն լինի, որտեղ ամեն օր խոսում են, որ այս կամ այն ընդդիմադիր ֆավորիտ օժերին բռնել են, ինչ որ բաներում են մեղադրում, մի դեպք չենք տեսել։ Հարվածելու համար ոչինչ։ Կներեք, բայց մենք մի դեպք չենք տեսել, երբ պատասխանատվության ենթարկվի իշխանական ներկայացուցիչը։ Եվ պետք է հիշել, որ իշխանական ներկայացուցիչների 70%-ը, հենց այն 18 թվի Բարի Նիկոլի ասած չար տասովշիկներն են նախորդ իշխանությունների, որոնք ուղղակի Նիկոլի կիսալուսինը պատճել են եւ անցել են այս կողմ։ Իմ համար ճիշտ ասած նիկոլականության մեջ կա 3 ամենաանհասկանալի եւ անընդունելի տեսակները։ Երևանցիները իմ կարծիքով էսթետիկայի տեսանկյունից չպետք է լինեն նիկոլական, արցախցիները բարոյականության եւ սեփական հողը եւ ինքնությունը սիրելու պատճառով չպետք է լինեն նիկոլական, իսկ նախկին իշխանության ներկայացուցիչները չպետք է լինեն նիկոլական, եթե իրենց իր չեն համարում։ Այսինքն ես կարող եմ համաձայն չլինել իրենց նախորդ պատկանելության հետ, բայց երբ որ ես տեսնում եմ գոնե այդ մարդը իր թիմին հավատարիմ է մնում, նշանակում է ինչ որ մարդկային որակներ ունի։ Իսկ երբ որ դու տեսնում ես sense ռադիկալ տարբեր թիմերից մարդիկ տեղափոխվում, գնում գալիս են հանուն շահի եւ հանուն կոմֆորտի, ուրանալով թե գաղափարները, թե սկզբունքները, այդ մարդիկ նողքանք են առաջացնում եւ իրանք որովե բարոյական գիծ իմ համար չունեն։ Դուք 2023-ին ավականու անդամ եք ընտրվել Մայր Հայաստանի ցուցակով, ձեր նախկին թիմակիցները հիմա ԲՀԿ-ի ցուցակով են մասնակցում ընտրություններին, բայց դուք մանդատը վայր դրեցիք ու միացաք Հայաստան դաշինքին։ Ինչով է պայմանավորված ձեր այս որոշումը։ Տեսեք, նախապատմությունն է կարևոր, որպեսզի հարցի սկիզբը, որ մի քիչ իրականության հետ չի անպատասխանում, երևի չգիտեք դրա համար։ Ես 21 թվին եղել եմ Հայաստան դաշինքի ցուցակում, այս ամբողջ ընթացքը ես աշխատել եմ Հայաստան խմբակցությունում խմբակցության ղեկավարի օգնական, եւ այո 23 թվին ես կարծել եմ, որ պետք է լինի ռադիկալ ազգային անդիմադիր ուժ քաղաքապետարանում եւ իհարկե նպատակը եղել է ԿՊ-ին իշխանազրկելը։ Անդրանիկ Թևանյանը այն խելացի եւ խիզախ մարդն է եղելով այդ պատասխանատվությունը իր վրա վերցրել է մասնակցել ընտրություններին, ես միացել եմ այդ թիմին, այդ թիմը եղել է դաշինք։ Դաշինքին սատարել է Հայաստան դաշինքը, դաշինքում եղել են մի քանի կուսակցություն եւ եղել են ոչ կուսակցական անհատներ, ինչպիսին ես։ Մենք ծանոթացել ենք պարոն Թևանյանի հետ Հայաստան դաշինքում կրկին։ Աշխատեցինք միասին, իմ պատկերացմամբ մենք լավ ճանապարհ ենք անցել միասին եւ ավականու ինստիտուտը երբեք այսքան քաղաքականացված չէր եղել եւ անդիմադիրները երբեք այսքան չէին հանրայնացրել իշխանությունների թերացումները եւ գողությունները, բայց այո, մենք ունենք մեր քաղաքական ճաշակները եւ դրա համար հենց դաշինք էր, որ դաշինքը հետո ընթացքում իր մեջ արդեն ստեղծվեց Մայր Հայաստան կուսակցությունը,
Անդրանիկ Թևանյանը դարձավ առանձին քաղաքական սուբյեկտ եւ ես իրեն շատ հարգում եւ ընդունում եմ եւ ես վստահ եմ որ այս աշխատանքը որը իմ արվում է իր դեմ սա քաղաքական ռեպրեսիա է եւ սա կրկին ցույց է տալիս որ Նիկոլ Փաշինյանը արդար մրցակցությանը կողմ չէ իսկ ինչ վերաբերվում է տարբեր ցուցակների եւ տարբեր թիմերի այո մեր ընկերների մեջ մարդիկ կան ում համար ավելի նախընտրելի առաջի համարում տեսնել առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին մարդիկ կան ում համար ավելի ընդունելի է Գագիկ Ծառուկյանը ես բոլոր ընդդիմադիր թիմերին հաջողություն եմ մաղթում մեր հավաքական հաղթանակը միայն կարող է իշխանազրկել Նիկոլին բայց իհարկե ես սատարում եմ Հայաստան Դաշնքին եւ կոչ եմ անում իմ հետևորդներին եւ ընկերներին ընտրել համար 17 Արդեն խոսեցինք Քարոզարշավի մասին, տեսանք որ դա իսկապես լարված մթնոլորտում անցավ, եթե օրինակ սկզբում Փաշինյանը այսպես թիրախավորում էր իր առանցքային մրցակիցներին, հետո անցավ նաև արդեն, այսպես ասած, շարքային քաղաքացիներին ու մասնավորապես արցախցիներին, այդ վիրավորանքները նաև արցախցիներին հասավ։ Ինչով է սրա միտումը պայմանավորված։ Ըստ ձեզ արդյոք Փաշինյանը վախենում է իշխանությունը կորցնելուց, թե այստեղ այլ գործոններ կան, այդ պահվածքի։ Այստեղ երկու գործոն կա։ Առաջինը իհարկե Փաշինյանը ինքնատիրապետման այդ խնդիրներ ունի, նա սառնասիրտ եւ խելամիտ մարդ չէ, դրա համար էմոցիաները միշտ իրեն հաղթում են։ Այսինքն մի մասը իսկականից պորտկումներ է իր հակահայ, հակաարցախյան այդ կեցվածքի։ Մյուս մասն է տեխնոլոգիա է, որովհետեւ մեր հասարակության մեջ կա մի ստվար զանգված ովքեր քաղաքական պատկանելություն եւ ճաշակ չունեն կոնկրետ եւ ընդհանուր առումով հիասթափված են քաղաքական թաթերաբեմից։ Եվ նման նողկալի խոսույթը վատ պահվածքը ագրեսիվ քարոզարշավը նաև Նիկոլին օգնում է այն մարդիկ ովքեր վստահ չեն մասնակցեն թե չմասնակցեն ասում են լավ դա հերն է անիծեց ես սրանց հետ կապ չունեմ ընդհանրապես չեմ ուզում այս process-ի հետ կապ ունենամ կողմ ընտրեմ եւ այլ դրա միակ լուծումը եւ պատասխանը պետք է լինի հենց ընտրության գնալը որովհետեւ եթե դուք չեք ընտրում ժողովուրդ ջան դուք փաստացի ընտրում եք Նիկոլ Փաշինյանին ինքը ունի իր վարչական ֆիքսված ձայների քանակը իր աջակիցները կարծում եմ 5-ից 8% են մնացածը վարչական ռեսուրս ռեպրեսիաներ եւ այս ամենի ֆոնին իրենց ֆիքսված ձայների քանակը մենք բոլորս ենք որոշելու թե քանի տոկոս կլինի ինչքան շատ մարդ մասնակցի այդքան Նիկոլի ֆիքսվածը քիչ է լինելու եթե չեք գնում քվեարկության ինչ որ առումով գոնե ձեր ձայնի կեսը տալիս եք Նիկոլ Փաշինյանին իսկ ինչ վերաբերվում է Արցախահայությանը ցավոք սրտի պետք է արձանագրել որ կա շատ ուղիղ hate speech Նիկոլենց սիրած լեզվով էլ ասեմ ատելության խոսքը շատ ուժեղ առաջ է տարվում եւ գլխավոր տարգետը հենց արցախցիներն են, այսինքն օրինակ են բժշկուհին արաբկիրում, ինքը կարծեմ արցախցի է 20 տարի Հայաստանում բժշկուհի աշխատում, բայց իր եղբայրը անհատ կորածեր, Նիկոլ ուզում էր այդ կնոջը մտցնել այդ Արցախի, արցախցու կերպարի մեջ ու սարքեր թշնամի եւ ամոթ իրենց, ամոթ այդ իր կողքի տղաներին եւ մարդկանց ովքեր որովե կերպ չսաստեցին մեկը մյուսին եւ գոնը հենց անեին այդ շարունակվեր այդ զզվելի կադրերը մի վարքյանի տեղը գոնը մի վարքյան պակաս լիներ մեկը մեկին ասեր չի կարելի եղբայր կինա մեր մոր տարիքին բայց չէ մարդիկ Նիկոլ Փաշինյանին տեսնում են իբրև որ կաստա կամ ինչ որ կումիր որ ինքը ինչ անի իրանց համար ընդունելի է կարևոր իրանք ունենան իրենց պաշտոնների իսկ իմ կարծիքով մեր երկրում պետք է մտնոլորտի փոփոխություն այս դրա համար Նիկոլ Փաշինյանենք պետք է իշխանազրկվեն երբ դու տեսնում ես 30-40 տարեկան պաշտոնյա падգամավորների եւ իշխանականների ովքեր արայով են խոսում նախագահների մասին, ովքեր արայով են խոսում իրենց ծնողի տարիքի մարդկանց մասին, իրանք որովե պետական ազգային ինստիտուտ չեն հարգում։ Այսինքն կամ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է եւ այդ դեպքում մեր եկեղեցին terroristներ են, մեր նախագահները բոլորը թալանչիներ են, մեր ազգային արժեքները ռևանշիզմ է, մենք սաղազվատն ենք, թալանչի ենք, սուտասան ենք, կամ էլ ուղղակի Նիկոլ Փաշինյանը թուրքի ծառա է եւ մենք ունենք այսօր ռեպրեսիաներ, ունենք այսօր քաղբանտարկյալներ, ունենք այսօր ոչ արտար մրցակցություն Երբ մենք տեսնում ենք, որ ԿՊ-ականներին նախընտրական շրջանում կարելի է մարդ ծեծել, մարդ վիրավորել, ամեն կերպ օգտվել վարչական ռեսուրսից, իրանք բոլորին ուշադիր հետևում են ով ինչքան փող է ծախսում քարոզարշավի վրա, բայց ես դες վստահեցնում եմ Նիկոլենք վաղուց այդ լիմիտ իրանք անցել են, իրանք շատ ավելի շատ են ծախսում, վստահ լինելով, որ իրանք ոչ ոք չի կարա վերահսկի կամ ստուգի կամ տուգանի։ Փաշինյանը հիմնականում ինքնատիրապետումը կորցնում է, երբ մարդիկ նրան մեղադրում են Արցախը հանձնելու մեջ, ինչու։ Ռուսերեն խոսքը правда глаза колет, որ մարդուն ուղիղ ասում ես իր ճակատին իր գործած մեծագույն մեղքը, իսկ մենք բոլորս հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանը պետական առումով մեծագույն իր արած վատ բանը այն է, որ ինքը վերացրեց գոյություն ունեցող դե ֆակտո մեր երկրորդ հանրապետությունը, մարդկային բարոյաքաղաքական առումով իմ կարծիքով իր մեծագույն մեղքը այն է, որ ինքը մեր ազգին հանել է իրար դեմ։ Այսինքն այս քարոզարշավի ընթացքում գիտեք
երբ որ փողոցներով քայլում ես, ու ինչքան քաղաքից ավելի հեռու, ավելի շատ ես դա զգում, որ այդ ագրեսիան կա, այսինքն մարդիկ կամ քեզ գալի ասում են մենք ձեր հետ ենք, ոչնչացրեք սրանց, կամ էլ sense գալիս են այնց ագրեսիայով են վրա տնային, որ իրանք քեզ ատում են, բայց դուք իրար չեք ճանաչում։ Այսինքն այդ պարակտվածությունը, այդ բևեռվածությունը հաստատ կա, եւ մարդիկ պետք է հասկանան, որ երբ որ Նիկոլ Փաշինյանը գնա Հայաստան դաշինքը ստանձնի իշխանություն, մենք բացի վարչական եւ քրեական ամունիստից տալու ենք նաեւ մթնոլորտային ամունիստ, բարոյաքաղաքական ամունիստ, որ մարդիկ իմանան, որ ոչ ոք մեր ճշնամին չէ։ Կան 5, 6, 10 հոգի, ովքեր վերնախավն են ԿՊ-ի, այդ մարդիկ պետք է պատասխանատվություն կրեն իրենց արած հանցագործությունների համար, պետական հանցագործությունների համար։ Իսկ մնացածս բոլորս պետք է այս ամենը դնենք մի կողմ եւ շարժվենք առաջ, հիշենք, որ մենք 3 միլիոնանոց բնակչություն ենք այստեղ, ազգ ենք, հայ ենք եւ պետք է իրար հարգենք, հասկանանք եւ այս իրար չճանաչելով իրար ատելը պետք է վերացվի։ Պարոն Հակոբյան, անդրադառնանք ընտրություններին, ինչպես է գնահատում Հայաստան դաշինքի շանսերը այս ընտրություններում եւ քանի որ ԿՊԱ-կան եւ որոշ ընդդիմադիր շրջանակներ անդադ հայտարարում են, որ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած Հայաստան դաշինքը շեմը չի հաղթարելու, լինելու է ձայներ փոշիացնող ամենամեծ ուժը, ինչպես եք վերաբերում այս հակակարողությանը, մասնավորապես շեմը չհաղթարելու մասով։ Ինձ համար սա պարզ հակակարոզ է, արվում է երկու կենտրոնների կողմից, մի կենտրոնը դա ԿՊ-ն է, մյուս կենտրոնը դա այն նույն մարդիկ են, ովքեր ֆինանսավորել եւ ստեղծել են Նիկոլին։ Ինձ համար սա կեղծ օրակարգ է, չի կարող մարդ լինել ընդդիմադիր եւ նախընտրական փուլում իր գլխավոր ճշնամին լինի ընդդիմադիր ֆավորիտներից մեկը։ 21 թվի համեմատ ես դրական բան եմ տեսնում, որովհետեւ 21 թվին կար մեկ բևեռ, մեկ լուրջ քաղաքական սուբյեկտ, որը կարողացավ ռեզուլտատ ամրապնդի, դա Հայաստան դաշինքները, այս անգամ մենք ավելի ունենք Գյումրիի սցենարին մոտիկ իրավիճակ, մենք ունենք առնվազն 3 խոշոր խաղացող, եւ ես մեծ հույս ունեմ, որ մենք 3-ս միասին կարողանալու ենք վտարել Նիկոլ Փաշինյանին եւ իր թիմին։ Քարոզարշավի ընթացքում թիվը ասելը թե ինչքան ձայն կհավաքենք, դա մի քիչ լավ գործ չի, ասենք ասենք, բայց իմ պատկերացմամբ մենք ամենաուժեղը Երևանում ենք եւ բոլոր մարզերում մենք ունենք մեր թույլ եւ ուժեղ տեղերը եւ ես հույս ունեմ, որ մենք ամեն մեկս աշխատելով մեր էլեկտորատի վրա, չխանգարելով իրար, չտիրախավորելով իրար, ամեն մեկս մեր աշխատանքը արել ենք եւ հեսա ամսի 7-ին կունենանք ռեզուլտատները եւ միասին բոլորս կհասկանանք, որ համ միասին ենք մենք կարողանում հաղթել Նիկոլին եւ ամենակարևորը ինչից հիմա քիչ է խոսվում Նիկոլ Փաշինյանի պահվածքը վերջի տարիներին ինձ վստահեցնում է, որ նա պարզապես իշխանություն չի տալու։ Այսինքն մենք համ պետք է գնանք քվեարկենք, համ պետք է ընտրությունների օրը վերահասկենք, որ ամեն ինչ թափանցիկ լինի, համ ընտրություններից հետո պետք է պատրաստ լինենք մեկ ճակատով իբրև ազգային ժողովրդական ընդդիմություն տեր կանգնել մեր քվեին ցանկացած այն սցենարում, որում որ Նիկոլ Փաշինյանը ինչ որ նոր բաներ կհորինի։ Այսինքն խաղաղ ու անցնցում չի հեռանա, դա նկատի ունեք։ Նիկոլ Փաշինյանը արունատենչ մարդ է իմ պատկերացմամբ, ի վերջո մարտի 1-ի սցենարիստն է, ի վերջո այս ազգային պարակտվածության գլխավոր հեղինակն է, այսինքն ինքը սիրում է կոնֆլիկտային, քաոտիկ, ագրեսիվ, վատ վիճակ, որտեվ ինքը դրա մեջ ամենալավն է իրեն զգում։ Մենք պետք է ցույց տանք, որ մենք խաղաղ օրենքի շրջանակներում մեզ ի ցույց ենք դնելու իբրև մեր քվեի պաշտպաններ, բայց նաև շատ կոշտ մոտեցում ենք ունենալու թե ինքնապաշտպանությունից սկսված, թե առհասարակ մեր իրավունքներին տիրապետելու առումով, որովհետև մենք պահանջելու ենք արդարություն եւ մենք պահանջելու ենք, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա։ Եթե ինքը չհեռացավ, ինքը դրանով հրահրում է բախումներ, խնդիրներ, մենք ուզում ենք անցնցում իշխանապողություն, բայց պատրաստ ենք ամեն ինչի, ինչ որ ինքը ուզենա նախաձեռնի, մենք պատասխանելու ենք։ Ընտրություններին առաջ մի շարք հարցումներ անցկացվում են, դրանց արդյունքները շատ հակասական են, օրինակ մեկ հարցումով ԿՊ-ից բացի ուրիշ ոչ մի ուժ անցողիկ շեմը չի հաղթարում, մեկ այլ հարցումով ոչ միայն հաղթարում, այլ շատ բարձր տոկոսներ է ստանում։ Ձեզ համար ընդհանրապես այս հարցումների արդյունքները արժանահավատ են, համապատասխանում են արդյոք արտացոլում են իրականությունը։ Տեսեք, ես հարցումներին չեմ հավատում, որովհետև հարցումները սովորաբար ունենում են կողմնակալ պատվիրատուներ, դրա համար միշտ էսկոմ ինչ որ բաներ է լինում։ Ես ավելի շատ հավատում եմ, օրինակ Telegram-յան երբեմն sense ապրոսներ է լինում կամ Facebook-ում, որ ինչ որ հեղինակավոր լրատվականներ դնում են, պատկերը իմ կարծիքով հետեւյալն է. Նիկոլ Փաշինյանը հավաքելու է բոլորից շատ ձայն, բայց մենք երեքս միասին հավաքելու ենք իրանից ավելի շատ ձայն եւ ինքը միայնակ չի կարողանալու ձևավորել մեծամասնություն եւ այն ուժերը, որոնց որ ինքը ուներ իբրև սատելիտներ, նրանք այս տարիների ընթացքում նաեւ հավաքանիում մեր կրտնաջան աշխատանքի շնորհիվ հանրությունը հասկացել է, որ այս մարդիկ կեղծ ընդդիմադիրներ են, իրանք հաստացի Նիկոլի ծառաներն են, դրա համար ով որ Նիկոլին է ուզում ընտրի, նա Նիկոլին կընտրի, սրանց չի ընտրելու։ Նիկոլ Փաշինյանը ողջ քարոզարշավի ընթացքում 3 առանցքային ընդդիմադիր ուժերին անվանեց
պատերազմի կուսակցություն ու նաև հայտարարում էր, որ եթե ինքը սահմանադրական մեծամասնություն չստանա, մինչև սեպտեմբեր աղետաբեր պատերազմ կլինի։ Նախ ինչպես է վերաբերում նրա այս ձևակերպումներին եւ ինչու է այսպես ասած պատերազմ բերած, պարտություն բերած ղեկավարը այլ ուժերի, այլ մարդկանց անվանում պատերազմի կուսակցություն եւ որքանով է բարոյական սեփական ժողովրդին պատերազմով շանտաժ անելը։ Տեսեք, սա պարզ սպառնալիք եւ շանտաժ է։ Այն ժամանակ, երբ որ Արցախը կար, Նիկոլ Փաշինյանը նախկին իշխանություններին մեղադրում էր, որ ամեն անգամ էս ներքաղաքական մի քիչ լարվածություն ա լինում, սահմանով եք վախացնում, բա մի բզբզացեք, պատերազմ չլինի, Արցախը չկորցնենք։ Հիմա ինչի մասին է խոսքը։ Հիմա Արցախը արդեն կորցրել ենք։ Պատերազմ չպետք է լինի եւ չի լինելու, որովհետեւ այն ամեն ինչ Նիկոլը պետք է տար Ադրբեջանին իր ծրագրով դրա կրկնակին արդեն իսկ տվել է եւ ցավոք սրտի մենք այսօր ունենք մի իշխանություն, որը ամենաշատը խոսում է խաղաղությունից եւ տնտեսական աճերից հարստանալուց, չէ՞։ Հիմա եկեք այս երկու ոլորտը առանձին նայենք։ Խաղաղությունից խոսում է, փաստացի ամենաշատ կորուստների իր օրոք ենք մենք տվել, բացի հենց Հայաստան դաշինքի ղեկավարից առհասարակ, որովը ղեկավար չի եղել ու ումորով Հայաստանի Հանրապետությունը խաղաղությամբ է ապրել 10 տարի անընդմեջ։ Նա տվել է կորուստներ, նա հրահրել է պատերազմներ, նա պարտվել է այդ պատերազմները, այդ պատերազմները նույնիսկ պարտվելուց չի կարողացել արժանապատիվ եւ խելամիտ կերպով ոնը ավարտ դնի այդ պարտությանը, որ ինչ որ մի կետի վրա մենք պայմանավորվենք եւ դրանից հետո կորուստներ չունենանք։ Իրենք մատի փաթեթան են սարքել, որ 2 տարի է սահմանին կրակոց չկա, սահմանին կրակոց չկա, որտեվ սուսուփուս հանգիստ ամեն ինչ տալիս են առանց ադրբեջանական զինված ուժերը Հայաստանի տարածքում։ Եվ մարդկանց իրանք անընդհատ բան են անում, բանդիմը դիրները սուտ թեզեր են առաջ բերում, որ ադրբեջանցիները վերաբնակվելու են Հայաստանում, ոչ։ Սուտ թեզ չէ դա։ Իլհամ Ալիևը դրա մասին խոսել է։ Ադրբեջանում ձևավորվել է Արևմտյան Ադրբեջան հանձնախումբ։ Իրանց մոտ Սևան չի, իրանց մոտ Գյոչա է, իրանց մոտ Վարդենիչ չի, Բասարա։ Այսինքն այդ սաղ իրանք ունեն եւ մենք պետք է հասկանանք, որ եթե Նիկոլ Փաշինյանը մնաց, ինքը հետո ամեն ինչ փոխելու է եւ գնալու է դեպի Թուրքիա, որովհետեւ ինքը սուտասան է, ինքը ասում էր, չէ՞ որ 21 թվին ինքը Շուշի հադրութի անունն էր տալիս։ Փոխեց։ Ինքը ասում էր, որ մենք Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները շարունակելու ենք ունենալ, այսօր ինքը մեզ բերում է տնտեսական աղետի։ Այսօր մենք ընտրել ենք մի քաղաքականություն, որով իբրև թե փոխում ենք մեր արտաքին վեկտորը դեպի արևմուտք, բայց հարց եմ տալիս, արևմուտքը մեզ ո՞նց է գազ տալու։ Արևմուտքից ով է գնելու մեր սեփական գազը։ Դե թերևի իրանք ամբողջ կուսակցությունով լոբի են ունտելու տես գազ արտադրեն, չգիտեմ ոնց են իրանք հայկական գազ ունենալու, բայց խնդիրը նրանում է, որ մենք հիմա ունենք ժողովուրդ, ում որ Նիկոլ Փաշինյանը ամեն օր շատ ցենց հավեսով փորձում է խաբել, որ ես ամեն ինչ կկարգավորեմ, բայց հարց եմ տալի, եթե Ռուսաստանը այդ հսկայական շուկան, որը որ մեզ լրիվ հերիք է, որ մեր տնտեսությունը լավ ապրի, այդ շուկայից եթե մենք հրաժարվում ենք, ալտերնատիվը Եվրոպան լինելու, Ամերիկան, թե ամեն դեպքում Թուրքիան, որ գազը մեր համար թանկ եղավ, ավելի էժան տարբերակ մեզով է առաջարկելու Թուրքիայից բացի, կամ այդ խողովակներով արդյոք մենք կարողանալու ենք այդ գազը անցկացնել, այսինքն այնքան հարցեր կան, որ ակնհայտ է դառնում, որ սա աշխարհաքաղաքական արկածախնդրություն է, որ Նիկոլին ղեկավարող մարդիկ հայեր չեն, իրենց համար առաջնահերթություն մեր պետական շահը չէ եւ սեփական նպատակներին հասնելու համար իրենք պատրաստ են զոհել թե Հայաստանը, թե Հայաստանի ինքնությունը, ազգային շահերը, բանակը, ինքնիշխանությունը։ Դրա համար մենք պետք է հասկանանք, որ ժողովուրդ ջան, ինչքան ինքը խոսի, իմացեք, մենք եթե տնտեսապես առանձնացանք Ռուսաստանից, մենք ամբողջապես լինելու ենք Թուրքիայի տիրապետման տակ։ Եվ շատ կարևոր մի փաստ կա, որ այսօր մենք ինչքան էլ բոլորս ընդունենք, որ Ռուսաստանի հետ կան տարատեսակ հարցեր եւ խնդիրներ, որով է օբյեկտիվ մարդ չպետք է ասի, որ Ռուսաստանը իդեալական է, որով է հարց իր հետ չկա, բայց այդ հարցերը պետք է քննարկել եւ լուծել բարեկամական գործընկերային միջավայրում եւ հավատացեք, Ռուսաստանը մեկ-մեկ կարող է գուցե լավագույն ընկերը, չէ, բայց կարող է դառնալ վատագույն թշնամին եւ մենք պետք է հասկանանք, որ այս թեզերը տարածող մարդիկ ոչ թե ռուսամետ են, պրոռուսական են կամ Ռուսիա ագենտ են, այլ ուղղակի պարզ տրամաբանություն ունեն, ուզում են Հայաստանը մնա հայկական, ուզում են լինենք անվտանգ, ապրենք մեր երկրում ու ամենակարևորը չթրքանա մեր պետությունը, որովհետև այս 30 տարիների ընթացքում օրինակ որ մենք ասենց Նիկոլի ասած ռուսի տակ ենք, չէ, իրանց պատկերացումով։ Այս 30 տարվա ընթացքում ինչ որ մեկը փորձել է մեր երկրում մեր ինքնությունը փոխի, մեր լեզուն փոխի, բնակչությունը Իրանով անի։
Ոչ, Ռուսաստանին դա պետք չի, ինքը տես նպատակ չունի, ինքը ուզում է ստեղ ունենա իր քրիստոնյա դաշնակցին, ով որ հակակշիռ կլինի Թուրանական ծրագրին եւ առասարակ հակակշիռ կլինի Թուրքիայի հզորացմանը տարածաշրջանում։ Դրա համար իրանք չեն ուզում մենք վերանանք, իսկ եթե մենք մեր դարպասները բացեցինք թուրքերի համար, իրանք մեզ չեն գալու ստեղ սպանեն։ Իրանք 30-40 տարվա մեջ տնտեսապես մեզ տիրանալու են, հետո է դեմոգրաֆիան է փոխվելու, ու մենք մեր ոտով դուրս գանք Նախիջևանի ճանապարհով լքենք Հայաստանը։ Մայիսի 28-ին անցկացվեց զորահանդես, որը Նիկոլ Փաշինյանի իշխանության 8 տարում առաջին դեպքն էր։ Նախ ինչպես է գնահատում դա հաշվի առնելով այն, որ մենք այսօր ունենք բազմաթիվ գերիներ, ունենք օկուպացված տարածքներ, ի վերջո պարտված պատերազմում պարտված երկիր ենք եւ դրա անցկացումը ընտրություններից մի քանի օր առաջ ինչով է պայմանավորված։ Պետք է նախագահի ձևակերպումը օգտագործեմ։ Ալիևի տուզիկը թույլտվություն է ստացել իր տերերից, ասել է ժողովրդին էլ չեմ կարող ոչ մի ուրիշ ձև խաբեմ, պետք է ցույց տամ, որ բանակ ունենք, շեֆ ջան, թողես մի անգամ հանեմ ցույց տամ։ Ու իրան թույլատրել են վերարտադրվելու համար, սա մարդկանց էմոցիան գողանալու միջոց է, սպառազինությունը, բանակը, առասարակ պաշտպանական ոլորտը օգտագործել քարոզի համար, ինչ որ բերել ցույց տալ բանայք SSS բաներն են գնել, նախ լիքը հարցեր կան, թե ինչը ինչքանով են գնել։ Երկրորդ հարցն է, որ մենք կարողանալու ենք շարունակական այդ պետություններից ստանալ սպառազինություններ պատերազմական վիճակում, արդյոք դա հարմարավետ է գնել տարբեր տեսակի ապրանքներ տարբեր պետություններից, այսինքն կենտրոնը մի գծով չի, այսինքն այդ դիվերսիֆիկացիան, որ ասում են, այդ սիրուն բառը, ինքը ունի համ լավ կողմ, համ վատ կողմ։ Երբ որ դու աշխատում ես օրինակ Իրանի ու Ռուսաստանի հետ ռազմաարդյունաբերական առումով, իրանք համ քեզ մոտ են, համ այնպիսի պետություններ են, որ վստահաբար իրանք քեզ միշտ կմատակարարեն, երբ որ քեզ պետք լինի, եթե դու լինես կանխատեսելի, բարեխիղճ գործընկեր։ Իսկ երբ որ դու տարբեր պետություններից, նաև Եվրոպայից բաներ ես առնում, Հնդկաստանից բաներ ես առնում, տարբեր բաներ առնում ես, չինական բերում ես, անուններ ուղղակի ստե փոխում ես, հարց է առաջանում շարունակական եւ օպերատիվ սպասարկումը Աստված ջանի պատերազմական վիճակում հնարավոր լինելու է թե ոչ։ Այսինքն դա ուղղակի ներքին լսարանի համար ինչ որ ուղերձ էր իր ընտրողների։ Եվ պարոն Հակոբյան, ամփոփելով զրույցը, ինչ կասեք մեր այն քաղաքացիներին, ովքեր դեռևս չեն որոշել ում ընտրեն կամ այն քաղաքացիներին, ովքեր մտածում են, որ չպետք է ընտրության գնան, որտեղ տարբերություն չկա, Նիկոլ Փաշինյանը կլինի վարչապետ, թե մեկ ուրիշը։ Սիրելի հայրենակից, մեզ պետք է ժողովրդավարություն, մեզ պետք է ազգային պետություն, մեզ պետք է արդար պետություն։ Այսօր մենք ունենք ընդդիմադիրներ, ովքեր բանտերում են։ Այսօր մենք ունենք սրբազաններ, ում դատում են իբր տերորիստներ։ Ցանկացած հայ մարդ, ով ուզում է գնալ դեմ այս թրքացմանը, հանրային դաշտում պայքարում է, դառնում է հետապնդվող, դառնում է քախալացյալ, եւ դու քո ձայնը տալով Նիկոլին կամ ընտրություններին չմասնակցելով, քո կամքից անկախ դառնում ես այս ամենի մասնակիցը։ Դու կողմ ես լինում, որ գրոյի տակ լինի մեր եկեղեցին, դու կողմ ես, որ արդար հայերը դառնան քաղբանտարկյալներ եւ դու կողմ ես, որ թուրքերը գան եւ գրավեն մեր սուրբ պետությունը։ Ընտրեք համար 17-ը, ունեցեք ազգային պետություն, ունեցեք ղեկավար, որը կկարողանա բանակցի դրսի լիդերների հետ հավասարին եւ ամենակարևորը ինձ համար երկրի ներսում կարգ ու կանոն կհաստատի եւ բոլոր մեղավորներին օրենքի սահմաններում խստագույնս կպատժի։ Շնորհակալ եմ պարոն Հակոբյան զրույցի համար։ Իմ հյուրն էր Հայաստան դաշինքի падգամավորության տեխնատու Սամվել Հակոբյանը։ Կհանդիպենք։